հոկտեմբերի 27-ը այս ընթացքում, այս տարիներին նաև այս ողբերգական իրողությունը շահարկման առարկա է դառնում։ Նախ ինչու եւ երբ բացահայտված կհամարեք այս ողբերգական իրողությունը, ահաբեկչությունը։ Եկեք ավելի պարզ խոսենք, Նիկոլը թե հայկական պետությունում տեղի ունեցող ողբերգությունները, թե մեր հաղթանակները պատրաստ է եւ մշտապես օգտագործել է, շահարկել է, մանիպուլացրել է միայն նրա համար, որ կարողանա իր իրական աթոռը պահել։ Այդ ինչի իրական աթոռը, որովհետև ինքը այդ իրական բառից հետո տարբեր բառեր է դնում, հայկական, Հայաստան, պատմություն, որոնք կապ չունեն իրականության հետ։ Իրականությունը միայն իր աթոռի վրա, իր նստելը եւ այդ աթոռի ոտքերը որևէ կերպ շարժից զերծ պահելն է իր համար։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույն անում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 99 թվականի հոկտեմբերի 27-ին այդ կազմակերպիչներն ուզում էին ստանային ազգային եւ պետական նպատակներով ձևավորված հաղթանակի եւ պետության անկումը։ Թույլ տվեք ասեմ, որ հոկտեմբերի 27-ով դա անել չստացվեց։ Մեր պետականությունը այո գլխատվեց, սպանվեց սպարապետը, բայց սպարապետի թիմակիցները, իր զինակից ընկերները կարողացան պահել պետությունը եւ ազգային նպատակներով 30 տարի շարունակել երկու հայկական պետականության պահպանությունը։ Բայց 2018 թվականի պետական հեղաշրջումը Նիկոլին իշխանության բերելով եւ այդ աթոռը զավթելով կարողացան ստանալ այն, որ հայկական ինքնությունը եւ հայ հասարակության իմունիտետը այլևս իզորու չեղավ պահպանելու մեր պետականությունները։ Հետևաբար շահարկումներ, մանիպուլյացիաներ, այս ամեն ինչը մի կողմ դնելով այս տակը մնում է պարզ իրականություն։ Եթե մենք բացահայտենք 2018 թվականի պետական հեղաշրջում կազմակերպողներին, բոլոր դերակատարներին, մենք շատ հարցերի պատասխաններ կունենանք նաև հոկտեմբերի 27-ի հետ կապված եւ հակառակը։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված Տիկին Մկրտչյան Նիկոլ Փաշինյանը նշում է, որ բացահայտված է, բայց անգամ իր թիմակիցները քիչ առաջ մենք նաև զրուցեցինք Սասուն Միքայելյանի հետ, Անդրանիկ Քոչարյանի հետ, նրանք երկուսն էլ ասացին, որ իրենց համար հոկտեմբերի 27-ը դեռևս բացահայտված չէ։ Նիկոլ Փաշինյանը ըստ ձեզ ինչու է ասում, որ բացահայտված է կամ ինչ հիմքեր ունի ասելու, որ բացահայտված է։ Դե Նիկոլը մի անգամ ասում է, որ բացահայտված է, հաջորդ վարքյանին պետք է մանիպուլյացիայի շրջանակներում ասել, որ բացահայտված չի։ Իր համար միգուցե անձամբ իր համար բացահայտված է, որովհետև իրեն այստեղ իշխանության բերածները ինքը հո լավ գիտի ոնց են իրեն իր համար զավթել Հայաստանի ղեկավարի աթոռը եւ ինչպես են կարողացել իրեն այստեղ բերել պետական հեղաշրջման արդյունքում կարգել ղեկավար եւ կառավարիչ, որի արդյունքում դավաճանության ու կապիտուլյացիայի այս ողջ ցավի մեջ ենք ապրում, եռաբլուրն էլ վկա այդ ցավին ու ողբերգությանը։ Ինչ վերաբերում է ձեր նշած այդ անձանց, ուրեմն նախ Անդրանիկ Քոչարյանը այս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է։ Ինքը այդ դժբախտության վրա կարիերա է արել, կայացել է, շահարկել է այդ դժբախտությունները։ Մարտի 1-ից սկսած մեր հաղթական պատերազմները ապրիլյան քարորյան փորձել է օգտագործի եւս մեկ անգամ կարիերայի մի աստիճանով ու կարգավիճակով բարձրանալու համար։ Նույնը արել է 44 օրյայի պատերազմի իբր քննիչ հանձնաժողով ստեղծելով, դա կանոնակարգելով կամ իբր ինչ-որ ճշմարտություններ բացահայտելով։ Սասուն Միքայելյանի ասածը ես մեկնաբան եմ, այն անձի, որը 2018 թվականի շատ լավ իմանալով որ պետական հեղաշրջումը տեղի ունեցել, ասում էր ավելի կարևոր քան Արցախյան ազատամարտը։ Այս մարդը, բա որ Վազգեն Սարգսյանը կենթանի լիներ, որ հոկտեմբերի 27-ը չլիներ այս պետական դավաճանությունները չլինեին, Սասուն Միքայելյանը կարողանալու էր երկրապահ կամավորականների միության դռանը մոտ գալ, սենց արժե համակարգ, սենց արժե համակ, մենք ենք իր ասած մտածելակերպն է, դա մի անգամ եւս ցույց է տալիս իր ոչնչություն լինելու մասին, որ իմանալով Բակո Սահակյանը հիմա գերության մեջ է եւ գերության մեջ է հայտնվել այն պատճառով, որ փրկել է Արցախահայերին, որպեսզի վերջին արցախցին կարողանա դուրս գալ այնտեղից անվնաս եւ չցեղասպանվի, հիմա ինչ որ
իբր մասնավոր խոսակցություններ է ասում, շատ լավ իմանալով, որ Բակո Սահակյանը դրանք ոչ կարող է հերքել, ոչ հաստատել եւ ոչ էլ մեկնաբանել։ Այս ցածրակարգությունը իրենց այստեղ է։ Իդեպ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությանը, ընդհանրապես պատերազմին եւ Ռուսաստանի դերակատարությանը, ասեց Փաշինյանը պահի տակ ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ Ռուսաստանի դաշնությունը տվեց Արցախը։ Նախ Արցախը պահել էր Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հայոց բանակը, Մարտունակ բանակը, որը Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը ջախջախեցին, ծաղրեցին, դավաճանեցին եւ պահի տակ հանձնեցին ուղղակի։